Դպրոցականներ եթե կան, հավաքվեք, որովհետև հիմա նենց թեմայից եմ խոսալու սիրելի աղջիկներ, որ ձեզ ծանոթ է, լավ, որ դուք ձեզնից տարիքով մեծ տղայի սիրահարվեք դպրոցում, 10 տարեկան լակոտ ու ես սիրահարվել եմ 11-րդ դասարանցում։ Դե պատկերացեք տարիքային տարբերությունը ու ինչքան ես իր համար հեչ էի։ Ամեն օր դասի գնալուց առաջ ես մամայիցս թաքուն հագնում էի իր շորերը, օգտագործում էի իր աշխարհի պարագաները, սիրուն անում էի։ Գալիս էր ամենաերկար դասամիջոցը, երոհուս խնդրում էի, մենք իջնում էինք ներքև բուֆետ, որ ես պրոստը իրան տենայի։ Պրոստը իրան տենայի այդ կարգի սիրում եք, գիտեք ինքն ինչ ձև էր, բոյով էր շատ, ճարժո կապույտ ասկերով տղա էր։ Մի խոսքով երեխեք ջան, ձեր գլուխը չցավացնեմ։ Գնում էի, սպասում էի իրան, որ իր կողքը պրոստը կանգնեմ, նայում էի ու ամեն անգամ երբ որ ինքը ինձ հայացք էր գցում, էդ ինչ երջանիկ էի ես։ Գլխիս մեջ սցենարներ էի մտածում, իրար հետ ամուսնանանք, բան իր մասին բանաստեղծություններ էի գրում։ Մի անգամ էլ իմ սիրտը կոտրեցին, որովհետև իմացա, որ ինքը ընկերուհի ունի։ 2 տարի իրան սիրել եմ, 2 տարի։ Ցախ ճանապարհը լացելով գնացել եմ տուն։ Դեպրեսիա եմ ստացել։ Հետո արդեն ուրիշ տղայի սիրահարվեցի։ Եկեղեցի ասենք այդ տղան գիտեր, որ ես իրան հավանում էի, ու ինքը ինձ այս վերջերս գրել է, որ ասում է. զգացիր ինչ ես կորցրել։ Սաղ աղջիկները ունեն սենց պատմություն, որ իրանք սիրահարվել են իրանցից տարիքով ահագին մեծ։ Даже սենց մի հատ բան ասեմ, որ փոքր երեխա էի, ասենք մի 5 տարեկան, քան դիտիզեի, որ պապայիս ընկերները գալիս էին, քսվում էի, դզվում էի, փչվում էի, որ իրանք ինձ տենց սիրուն տենան։ Պապայիս ընկերները որ եկան գնացի տեսա իրանց, հետ եկան եղած, ասի մամ լավ, քեշ էին իզուր է ես քան սիրուն անում։